բուն պրոցեսի ծաղր ու կեղծ ու անիմաստ լինելը ինքն էլ ընդունեց ու նաև ընդունեց, որ խաբված է իրան զգում, որովհետև համարում էր, որ ինչ որ օգտակար բան է անում, ավելի օգտակար, քան այն ինչ ինքը անում էր, իսկ ինքը ասաց, որ մինչև այդ ջոկատին միանալը մեքենայով գնում էր ստեղ-այնտեղ, այսինքն ինչ գիտեք, ես էլ իրան շատ լավ հասկանամ այդ առումով, որովհետև ես էլ այդ պատերազմի օրերին չգիտեի ինչով կարամ օգուտ տամ, օրի վրա ինչ որ բաներ եղավ ու հետո ինչ որ 100-ին մոտ մարդկանց սկսեցինք օգնել կեցարանով եւ այլնով, մի խոսքով գտանք ինչ որ օգտակար բան, որովհետեւ ես վստահ եմ ցանկացած բարոյական մարդ այդ օրերին փորձում էր ինչ որ կերպ օգտակար լինել եւ դուրս չմնալ այդ process-ներից, հա, ինչ իր ձեռից գալիս էր անել։ Այնպես որ ես չեմ հիմա կոչանում էռատո ջոկատի ինչ որ անդամի կամ չանդամի գովալ կամ բանել, բայց կոնկրետ այդ աղջկա պարագայում ինձ թվաց ինքը անկեղծ ասում, ինչ ասում, հա, անկախ նրանից կարող է ինքն ասխալ տեղեկացված որոշ դրվագներով